Բարի գալուս բուժատետեր։ Այն, ինչ մենք սովորաբար գնում ենք սուպերմարկետներից, խանութներից, փաթեթավորված, կատարյալ հարթ եւ գունատ տեսքով, իրականում շատ հեռու է այն մսից, որը հազարամյակներ շարունակ կերակրել եւ բուժել է մարդկությանը։ Իսկական տնական հավի միսը պարզապես սնունդ չէ։ Այն բնական դեղահավ է, որի մոլեկուլային կառուցվածքն ու ազդեցությունը մեր օրգանիզմի վրա հաճախ թերագնահատվում են ժամանակակից բժշկության կողմից։ Այս թողարկմանը մենք կպարզենք ամբողջ իրականությունը հավի մսի, հատկապես տնական հավի մսի մասին։ Ինչ է իրականում անում հավի միսը մեր օրգանիզմում, օգտակարությունն ու վտանգները։ Մինչ ինկուբատորային հավերը մեծանում են փակ տարածքներում առանց արևի լույսի եւ շարժման, սնվելով միայն սինթետիկ կերերով, ազատ տարածող տնական հավը իր կյանքի ընթացքում ստանում է այն ամենը, ինչ նախատեսել է բնությունը։ Կանաչ խոտ, սեր մեր միջատներ եւ ամենակարևորը արևային էներգիա, վիտամին D։ Սա արմատապես փոխում է մսի քիմիական կազմը։ Օմեգա 3 եւ օմեգա 6 ճարպաթթուների իդեալական հարաբերակցություն։ Ի տարբերություն արդյունաբերական հավերի, որոնց մսի մեջ գերակշռում են բորբոքումներ առաջացնող ճարպերը, տնական հավի միսը հարուստ է սրտանոթային համակարգը պաշտպանող օմեգա 3 ճարպաթթուներով։ Հաջորդը կարոտինոիդների բարձր պարունակությունն է։ Տնական հավի ճարպի եւ մաշկի բնական դեղնավուն երանգը վկայում է դրա մեջ առկա հզոր հակաօքսիդանտների, կարոտինոիդների մասին, որոնք հավը ստանում է կանաչ բույսեր ուտելուց։ Օրգանական երկաթ եւ ցինկ։ Այս հանքանյութերը տնական մսի մեջ գտնվում են առավել հեշտ հասանելի բիոակտիվ ձևով, ինչը թույլ է տալիս մեր օրգանիզմին ակնթարթորեն յուրացնել դրանք։ Հաջորդը բնական կոլագենի աղբյուր, ահա տնական հավի ամենամեծ առավելությունը։ Տնական հավի շարակցական հյուսվածքները եւ ոսկորները անհամեմատ ավելի ամուր են, ինչը նշանակում է, որ դրանցից ստացվող միսն ու արգանակը հագեցած են բնական կոլագենով եւ գլյուկոզամինով։ Տնական թե ֆերմայի, խանութի, գործարանային մսի դառը ճշմարտությունը։ Արդյունաբերական հավաբուծությունը նպատակ ունի ստանալ առավելագույն միս նվազագույն ժամկետներում, օրինակ 40 օրվա ընթացքում։ Այս արագացված աճի հետևանքով խանութի հավի միսը վերածվում է սպունգի, որը հաճախ հագեցած է լինում հակաբիոտիկների մնացորդներով, որոնք տրվում են թռչուններին հակասանիտարական պայմաններում հիվանդությունը կանխելու համար։ Աճի խթանիչներով, որոնք խախտում են մարդու հորմոնալ հավասարակշռությունը եւ ավելորդ ջրով ու քիմիական լուծույթներով, որոնցով ներարկում են միսը քաշը արհեստականորեն ավելացնելու համար։ Տնական հավը մեծանում է բնական տեմպերով 5-ից 6 ամսվա ընթացքում։ Նրա մկանային թելիկները ունեն բնական խտություն, միսը ջրիկ չէ, չի կորչում եւ ֆելիս եւ զերծ է քիմիական հավելումներից։ Այժմ հասկանանք տնական հավի մսի անհավանական 7 օգտակարության մասին, ինչ է անում այն մարդու օրգանիզմում։ Առաջին իմունային համակարգի վերագործարկում եւ պաշտպանություն։ Տնական հավի միսը պարունակում է մեծ քանակությամբ ցիստեին։ Սա ամինաթթու է, որը օգնում է թերացնել, քչացնել լորձը թոքերում եւ շնչուղիներում։ Պատահական չէ, որ հնում տնական հավի տաք արգանակ անվանում էին բնական պենիցիլին։ Այն բառացիորեն արտացնում է իմունիտետը մրսածության եւ վիրուսների ժամանակ։ Թերևս այսօր մեզանից շատերն են վիրուսային հիվանդությունների ժամանակ, հատկապես ուշ աշնան եւ ձմռան շրջանում, առաջին օգնություն ընդունում որպես հավի արգանակը, իսկ եթե հավը լինի տնական, ապա օգուտն անհամեմատ ավելի մեծ կլինի։ Ցիստեինը իր քիմիական կազմով հիշեցնում է դեղատնիներում վաճառվող հայտնի հակավիրուսային եւ խորխաբեր միջոցները, օրինակ ԱՑՑ։ Երբ ուտում եք տնական հավի տաք արգանակը, այն արագացնում է քթի եւ կոկորդի լորձաթաղանթի արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ պաշտպանիչ բջիջները, լեյկոցիտները վարկենապես հասնում են վարակի օջախ եւ ոչնչացնում են վիրուսները։ Երկրորդ հոդերի, աճառների եւ մաշկի բնական ռեգեներացիա։ Տնական հավից պատրաստված արգանակն ու միսը հարուստ են բնական կոլագենով, գլյուկոզամինով եւ խոնդրոիտինով։ Այս անունները գուցե ձեզ ոչինչ չասեն, բայց այս նյութերը սնում են մեր հոդերը, վերականգնում աճառային հյուսվածքը, նվազեցնում ծնկների եւ մեջքի ցավերը եւ հաղորդում են մաշկին առանցքականություն, դանդաղեցնելով ծերացման գործընթացները։ Ի տարբերություն սինթետիկ կոլագենի հավերի, տնական հավի ոսկորներից եւ հոդերից դուրս եկած կոլագենը ունի ցածր մոլեկուլային քաշ, ինչը թույլ է տալիս, որ այն 100%-ով յուրացվի մեր աղիների կողմից։ Այս կոլագենը բառացիորեն դառնում է շինանյութ մաշկի կնճիռները հարթելու եւ մաշված աճառները վերականգնելու համար։ Ձեզ մի հետաքրքիր բաղադրատոմս ասեմ։ Եփում եք տնական հավի արգանակը, թողնում եք սառի, այնուհետև լցնում եք սառույցի համար նախատեսված ամանների մեջ եւ ուղարկում սառցախցիկ։ Ամբողջությամբ ծարչելուց հետո հանում եք, տեղավորում զիպ տոպրակների մեջ եւ պահում սառցարանում։ Ձմռան համար սա կլինի ձեր առաջին օգնությունը վիրուսային հիվանդությունների եւ տարբեր խնդիրների ժամանակ։ Պարզապես հարկավոր կլինի սառցե արգանակները հալեցնել, տաքացնել եւ խմել։
Երրորդ աղիների բուժում եւ մարսողության թեթևացում։ Ժամանակակից մարդկանց մեծ մասը տառապում է ծակոտկեն աղիքի համախտանիշով։ Տնական հավի մսի մեջ առկա գլուտամին ամինաթթուն բառացիորեն կարում եւ վերականգնում է աղիների լորձաթաղանթը, բարելավում է մարսողությունը, օգնում ազատվել փորապքանքից եւ բորբոքումներից։ Աղիների պատերը կազմված են բջիջների նուրբ շերտից, որոնք սխալ սնվելուց, օրինակ քիմիական հավելումներ գլուտեն, վնասվում են եւ առաջացնում են բացեր։ Գլուտամինը աղիների բջիջների հիմնական վառելիքն է։ Այն արագացնում է բջիջների բաժանումը, փակում է այդ ծակոտիները, ինչի շնորհիվ տոքսինները չեն հասնում արյան մեջ եւ մաշկ ազատվում է ցանից եւ ակնեից։ 4. Նյարդային համակարգի հանգստություն եւ որակյալ քուն։ Հավի միսը պարունակում է բարձր խտությամբ տրիպտոֆան։ Սա այն ամինաթթուն է, որից մեր օրգանիզմը արտադրում է սերոտոնին, ուրախության հորմոնը եւ մելատոնին, քնի հորմոնը։ Տնական հավով ընթրիքը նվազեցնում է սթրեսի մակարդակը եւ ապահովում է խորը վերականգնող քունը։ Տրիպտոֆանը անցնում է ուղեղային արգելքը եւ ակտիվացնում սերոտոնինի սինթեզը։ Սա հանգեցնում է քրոնիկ տագնապի եւ սթրեսի մակարդակի անկմանը։ Երբ գալիս է գիշերը, ուղեղը այդ սերոտոնինը վերածում է մելատոնինի, ինչը թույլ է տալիս քնել առանց գիշերային արթնացումների, իսկ առավոտյան արթնանալ լիարժեք հանգստացած։ Եվ 5-րդ շատ կարևորը՝ մկանային զանգվածի աճ եւ էներգիայի հոսք։ Հիշենք, որ հավի միսը ամենաբարձրորակ եւ հեշտ յուրացվող սպիտակուցներից մեկի աղբյուրն է։ Մյուսը ձուն է։ Այն չի ծանրաբեռնում լյարդը երիկամները, ինչպես ծանր կարմիր միսը, բայց միևնույն ժամանակ ապահովում է երկարատև էներգիա, ամրացնում է մեր մկանային համակարգը, օգնում է արդյունավետորեն նիհարել, պահպանելով կրթության, հագեցածության զգացումը։ Տնական հավի սպիտակուցը ունի ամինաթթվային կատարյալ հաշվեկշիռ։ Ի տարբերություն ճարպոտ մսերի, այն չի առաջացնում արյան մեջ խոլեստերինի թռիչքներ, այլ բառացիորեն տրոհվում է, ապահովելով մկանների սնուցումը 4-5 ժամ շարունակ եւ արագացնելով մեր նյութափոխանակությունը, մետաբոլիզմը։ Հաջորդը սրտանոթային համակարգի պաշտպանություն եւ հիպերտոնիայի կանխում։ Տնական հավի միսը պարունակում է մեծ քանակությամբ կարնոզին եւ անսերին։ Սրանք հզոր պեպտիդներ են, որոնք բժշկության մեջ հայտնի են որպես սրտամկանի բնական պաշտպաններ։ Այս նյութերը կանխում են անոթների կարծրացումը, աթերոսկլերոզը եւ օգնում մաքրել անոթների պատերը կալցիումի եւ ճարպային կուտակումներից։ Բացի այդ, տնական հավի մեջ առկա բնական նիկոտինաթթուն վիտամին B3-ը կարգավորում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, պաշտպանելով սիրտ ինֆարկտից եւ կայունացնելով արյան բարձր ճնշումը։ Եվ 7-րդ արյան հզոր վերականգնում անեմիայի դեմ պայքար։ Ի տարբերություն խանութներում վաճառվող հավերի, որի միսը գունատ է եւ անարյուն, իսկական ազատ տարածող տնական հավի միսը, հատկապես մուգ հատվածները, ազդրերը, հարուստ են բիոակտիվ հեմային երկաթով եւ վիտամին B12-ով։ Հեմային երկաթը մարդու օրգանիզմի կողմից յուրացվում է 4 անգամ ավելի արագ, քան բուսական սննդից ստացված երկաթը։ B12 վիտամինի հետ համատեղ այն բառացիորեն ստիպում է մեր ոսկրածուծին արտադրել նոր, առողջ կարմիր արյան բջիջներ, էրիթրոցիտներ։ Սա օգնում է պայքարել քրոնիկ հոգնածության, գլխապտույտների, մաշկի գունատության դեմ, որոնք սովորաբար կապված են լինում թաքնված անեմիայի, սակավարյունության հետ։ Խոսենք նաև վտանգների, ռիսկերի եւ հակասությունների մասին, ինչից զգուշանալ։ Չնայած իր բոլոր առավելություններին, տնական հավի միսը եւս ունի իր նրբությունները։ Բակտերիալ ռիսկեր, սալմոնելոզ։ Քանի որ տնական հավերը շփվում են բնական միջավայրի հետ, նրանց մսի մեջ կամ ձվի կեղևի վրա կարող է լինել սալմոնելա բակտերիաներ։ Ուստի միսը երբեք չի կարելի ուտել կիսաեփ վիճակում, պարտադիր լավ եփված։ Հաջորդը պուրինների պարունակությունն է։ Տնական հավի հարուստ արգանակը պարունակում է պուրիններ։ Մարդիկ, ովքեր տառապում են պոդագրիայով, հոդատապով կամ երիկամների ծանր հիվանդություններով, պետք է սահմանափակեն թանձր արգանակների օգտագործումը։ Ինչպես ճիշտ պատրաստել տնական հավը, որպեսզի առավելագույն օգուտ ստանաք։ Եվ խոսենք այն մասին, արդյոք երկար եփելուց օգտակարությունը կորում է։ Սա ամենատարածված առասպելներից է։ Մենք բոլորս գիտենք, որ տնական հավի միսը երկար ժամանակ է եփվում, եւ մարդիկ կարծում են, թե երկար եփելիս միսը կորցնում է իր ուժը։ Տնական հավի դեպքում ամեն ինչ հակառակն է։ Տնական հավի միսն ունի պինդ մկանային կառուցվածք, այն պետք է եփել մարմանդ կրակի վրա 1.5-ից 2 ժամ, կախված թռչունի տարիքից։ Ինչ է տեղ ունենում երկար եփելիս։ Ցածր ջերմաստիճանի տակ երկարատև եփումը չի վնասում սպիտակուցներն ու հանքանյութերը։ Ընդհակառակը, դա թույլ է տալիս, որ ոսկորների եւ աճառների միջև գտնվող ամբողջ կոլագենը եւ օգտակար ամինաթթուները դանդաղ անցնեն ջրի մեջ, վերածելով արգանակը հզոր բուժիչ էլիքսիրի։
Ոսկե կանոն. տնական հավը եփելիս առաջին ջուրը եռացնելուց 5-10 րոպե անց թափեք։ Դա կօգնի ազատվել հնարավոր մակերեսային կեղտից եւ ավելորդ ճարպից։ Երկրորդ ջրի մեջ կարող եք ավելացնել գազար, սոխ եւ նեխուր, օգտակարությունը ել ավելի բազմապատկելու համար։ Եվ վերջում գաղտնի կարագ փափկեցնելու համար։ Մենք գիտենք, որ տնական հավի միսը շատ կոշտ է եւ պետք է երկար եփել, սակայն անգամ երկար եփելուց հետո էլ այն որոշ չափով ձիգ է լինում՝ ի տարբերություն խանութներում վաճառվող հավերի։ Որպեսզի միսը ավելի արագ եփվի եւ փափուկ լինի, կարող եք օգտագործել կիվի։ Կիվին պարունակում է ակտինիդին կոչվող բնական ֆերմենտ։ Այս նյութը կարճ ժամանակում քայքայում է մսի ամենակոշտ մկանային թելիկներն ու կոլագենը։ Քանի որ տնական հավի միսը ավելի պինդ է, կիվին նրան դարձնում է բերանում հալչող եւ փափուկ։ Կիվին կարող եք օգտագործել երկու տարբերակով։ Կարող եք օգտագործել որպես մարինադ կամ գցեք ջրի մեջ եփվելու ընթացքում։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք. սիրում եք հավի միս։ Որ տեսակն եք նախընտրում՝ տնականը, թե խանութներում վաճառվողը։ Որքան հաճախ եք հավի միսը ներառում ձեր շաբաթվա սննդակարգում։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, ամուր մնացեք, մինչ նոր հանդիպում։